Կյանքիս առաջին վիզայի մերժումն եմ ստացել, այն էլ Հունաստանի դեսպանատնից։ Հաշվի առնելով, թե ինչքան վիզա ունեմ ու քանի անգամ եմ հունական ստացել, սկսում եմ մտածել, որ թղթերս չեն նայել։ Ինձ էլ մերժեցին մի 2 շաբաթ առաջ, լրիվ անհասկանալի։ Այսպես հիմա հարյուրավոր քննարկումներ ու բողոքներ ահազանգեր կան Եվրոպայի հետ վիզաների ազատականացման ճանապարհը բռնած Հայաստանի քաղաքացիներին մուտքի արտոնագրեր տրամադրելու դիմումները զանգվածաբար մերժում են նույն եվրոպական դեսպանատներում։ Ժամն ի դեպ մեկնաբանության համար դիմեց նաև Հունաստանի դեսպանություն, սակայն հարցերը գրավոր պահանջեցին։ Վիզաների հարցը խորհրդարան է հասել, իշխանական падգամավորը արտգործնախարարին հիշեցրեց, նախորդ տարի արտաքին քաղաքական գերատեսչությունից ասել էին, թե սեպտեմբերից ավելի բարենպաստ պայմաններ են լինելու ազատ վիզայի հարցն առաջ բերելու համար 9 ամիս անց ինչու ենք ուրիշ իրականությունում ապրում։ Եվրոպական միության անդամ երկրների կողմից մեր քաղաքացիներին տրվող վիզաների տրամադրման կամ հերթագրման կամ հարցազրույցների ուրեմն գործընթացը իսկապես մտահոգիչ է։ Մենք այս հարցը մեր ԵՄ անդամ երկրի գործընկերներին, նրանց ովքեր ներկայացում են Երևանում առնվազն մշտապես նրանց ուշադրությանը բերում ենք, այդ են իրենց ընթացակարգերը եւ իրենց որոշելիքն է վերջնական առումով։ Տուրիստական ընկերության ղեկավարի կարծիքով, երբ որևէ մեկին մերժում են վիզա տալ, առաջին հերթին պետությանն են անվստահություն հայտնում, հետո միայն քաղաքացուն։ Այսինքն այդ երաշխավորը պետք է լինի պետությունը։ Պետությունը ինքը չի խոսում, երաշխավոր չի լինում, որ իր քաղաքացին չի գնա ու հետ չի վերադառնա, դեսպանատունը լրիվ ունի այդ լիազորությունները մերժելու եւ իր երկիրը հավելյալ փախստականներով չծանրաբեռնելու։ Ակնանը պետք է բանակցի բոլոր դեսպանատների հետ, ասի, որ իր երկրում ինչ աշխատանք են տանում արտագաղթը կանխելու համար։ Այնուամենայնիվ, երբ եվրոպական ազատ վիզա կունենանք, այս հարցի պատասխանը շարունակում է հեռուներում մնալ մշուշոտ պատասխաններով։ Եվրոպան խուսափում է հստակ ժամկետներ նշել, իսկ սովորաբար այս գործընթացը մինչև 6 տարի է տևում։ Մեր դեպքում հավանաբար ավելի շուտ կլինի։ Էդուարդ Պողոսյան, ժամը լրատվական։